Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Ջուրն ընկած կճուճը։ Հնդկաստանում մի բրահման կար, ասում են, որ նա աշխարհի ամենածույլ մարդն էր, աշխատել չէր ուզում և ուտում էր այն, ինչ տալիս էին բարի մարդիկ։ Բախտի բերմամբ մի օր բրահմանը նրա տնից հավաքեց մի մեծ կճուճ բրինձ։ Տուն գնալիս նա նստեց գետափին հանգստանալու, բրնձով լի կճուճը դրեց առջևը և նայելով արևին սկսեց մտածել. Ինչ լավ կլինի, որ հիմա Հնդկաստանում երաշտ սկսվի և ամբողջ բրնձի բերքը փչանա։ Այն ժամանակ սով կլինի և մի այսպիսի մեծ կճուճ բրնձի համար ես 3 ռուփի կվերցնեմ։ 3 ռուփիով կառնեմ մի այծ, այծից կստանամ մի ամբողջ հոտ ուլեր։ Ուլերը կծախեմ ու փոխարենը կառնեմ մատակներ։ Մատակները ծագեր կբերեն, ծագերը կմեծանան, կդառնան գոմեշներ, իսկ գոմեշները հարկավոր են բոլորին, թե կալվածատերերին, թե գյուղացիներին։ Դրանց փողով ձիեր կառնեմ, ձիերը քուռակներ կբերեն։ Երբ քուռակները մեծանան, ես ինչ խոսք, դրանք էլ կծախեմ և ինձ համար մի մեծ տուն կառնեմ, առջևը սով պարտեզ։ Իմ պարտեզում բոլոր ծառերի վրա թութակներ կլինեն։ Դրանից հետո կպսակվեմ բրահմանի աղջկա հետ և մեծ օժիտ կստանամ։ Մենք ուրախ ու գեղեցիկ մի տղա կունենանք և նա ամենից շատ կսիրի խաղալ իր հայրիկի հետ։ Տոն օրերին կնստեմ իմ պարտեզում, հովասուն արմավենու տակ ու կկանչեմ տղայիս. Ինձ մոտ արի բալիկս, ծնկներիս վրա խաղացնեմ քեզ։ Տղաս վազ կտա ինձ մոտ, կսայթաքի, կընկնի ու լաց կլինի։ Այն ժամանակ ես կգոռամ կնոջս վրա. Այ կնիկ, շուտ վերցրու երեխային, բա դու չես տեսնում, որ ընկել է։ Դե կնիկս էլ մի բանով զբաղված կլինի և չի լսի, թե ինչ եմ ասում, իսկ ես էլ համբերողը չեմ, մի քացի կտամ նրան, առքես դե կեր։ Եվ մոռանալով ամեն ինչ, բրահմանը վեր թռավ տեղից ու որքան ուժ ուներ, մի քացի տվեց կճուճին, կճուճը գլորվեց գետն ու իսկույն սուզվեց։ Այդ օրվանից մինչև հիմա ասում են՝ ծույլի երազանքը ջուրն ընկած կճուճից ավելի չարժե։